Արդեն երկրորդ տարին է, ինչ Թորոսյանների ընտանիքի նախաձեռնությամբ եւ Մետալուրգ ֆուտբոլային ակումբի նախագահ Ռուբեն Ծատինյանի աջակցությամբ տեղի ունենում Էդվարդ Թորոսյանի անվան ֆուտբոլի մանկապատանեկան հուշամրցաշար։ Այս տարի հուշամրցաշարի մասնակից թիմերն էին Շնողը, Աղթալան, Օձունը եւ Թումանյան համայնքը։ Քանի որ պապիկս եղել է Մետալուրգ ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու, քանի նաև գործանի թիմն է եղել, ինքը միշտ բոլոր խաղերին ակտիվ մասնակցել, երկրպագել, հնարավոր բոլոր ձևերով մասնակցել է ու հենց դրանից ելնելով նաև մարզում կամ մեր համայնքում ակտիվացնել համար սպորտային կյանքը, երկուսը մեկտեղելով կազմակերպել ենք նման հուշամրցաշար։ Էդվարդ Թորոսյանից ընկերների ու գործընկերների մոտ միայն լավ հիշողություններ են։ Նրա ու ֆուտբոլի հանդեպ նրան սերն է, որ այսօր կա հուշամրցաշար, որը միջհամայնքային նոր կապեր է ստեղծում եւ հեռանկարային ֆուտբոլիստներին բացահայտելու հնարավորություն է տալիս։ Նոր տրադիցիա է դրվում, ասենք նոր մրցաշար է ու երկրորդը շեշտեն, որ երեխաները մեծ հաճույքով են գալիս, նոր ընկերներ են ձեռք բերում, ինչ ասեմ, այստեղ ոչ միայն հաղթողն է որոշում, այստեղ ընկերությունը, ֆուտբոլն է, սպորտն է հաղթում, շատ ոգևորիչ գործ է։ Հուշամրցաշարի հատուկ հյուրերը տպավորված են։ Նրանք բարձր են գնահատում հուշամրցաշարի կազմակերպվածության մակարդակը, մարզչական աշխատանքն ու պատանիների պատրաստվածությունը։ Տղաներից մի քանիսին արդեն առանձնացրել են եւ հետևելու են նրանց առաջընթացին որպես հեռանկարային ֆուտբոլիստներ։ Հետաքրքիր ֆուտբոլ ցուցադրող երեխաներ իհարկե կան թիմեր գիտեմ, որոնք մասնակցում են նաեւ Հայաստանի առաջնություններին եւ ավելի այսպես տպավորիչ երևում է այն աշխատանքը, որը մարզիչներն են տանում այդ թիմերի հետ եւ այդ թիմի ֆուտբոլիստները մի փոքր ավելի այսպես հասուն խաղ են ցուցադրում եւ աչք շոյող խաղ են ցուցադրում։ Իհարկե մի քանի հոգու նկատել ենք եւ այսպես կհետևենք հետագայում նրանց առաջընթացին։ Շատ տպավորված եմ ֆուտբոլիստներից շատերի խաղով, մի քանիսին հատկապես ինձ համար առանձնացրի, որ հետագայում էլ կհետևեմ ուշադիր, շատ հաճելի է, որ կա այսպիսի խաղադաշտ իր պայմաններով, որովհետև թիմերը հնարավորություն ունեն մարզվելու, խաղալու, ինձ թվում է թե արհեստական թե բնական խաղադաշտեր, հատկապես մարզերում պիտի շատ լինեն, որպեսզի նաև ֆուտբոլով զբաղվողների թիվը մեծանա։ Դա հիմա Հայաստանում շատ մեծ խնդիր է, որքան շատ երեխա ֆուտբոլով զբաղվի, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք ֆուտբոլում հաջողություններ կունենանք արդեն մեծահասակների առումով։ Մասնակից թիմերը տրամադրված էին մարտական։ Թեժ պայքարի արդյունքում Էդվարդ Թորոսյանի անվան հուշամրցաշարի հաղթողի տիտղոսն ու գավաթը վաստակեց Աղթալայի թիմը, որի ավագը ճանաչվեց նաև որպես լավագույն պաշտպան։ Այս էլ մեր գավաթը, շնորհավորում եմ։ Մրցակիցները շատ լավն էին, մենք դիմադրեցինք իրանց ու առաջ տեղը գրավեցինք, տպավորություններն շատ լավն էին ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչին ընկեր Դավիթին, որ ինքը մեր քաղաքում զարգացնում է ֆուտբոլը ու մեզ ամեն հարցում մենակ չի թողնում։ Թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով ու մեդալներով։ Հավաստագրերով ու հուշանվերներով պարգևատրվեցին հուշամրցաշարի լավագույնները՝ դարպասապահ, ֆուտբոլիստ, կիսապաշտպան եւ հարձակվող։ Նվերներ էր պատրաստել նաև ուրիշ ֆուտբոլ նախագծի հեղինակ Ռոբերտ Մարկոսյանը։ Կազմակերպիչները նպատակ ունեն հուշամրցաշարը դարձնել ամենամյա եւ թիմեր ներգրավել Հայաստանի մարզերից ու Վրաստանից։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ, Օձուն։